ճանապարհն է Քանաքեռավանից դեպի Իշմես Կորեայի ձոր, ընտիր սարքած է, վաղը արդեն ճանապարհը կբացվի, ամենակարևորը հենա տեսնում եք երթևեկության նշաններն էլ է դրված, երկաթե արգելապատնեշներն է դրված, ստեղ ջրահեռացման համար, ճանապարհի դեպ լայնացնելու համար Գազպրոմ Արմենիայի Հայաստան էլեկտրական ցանցեր ընկերությունների հետ եկան համաձայնության ու այդ ամբողջ երկաթե գազախողովակները, բետոնե էլեկտրասյուները տեղափոխվեցին, ինչի շնորհիվ էլ ճանապարհը ահագին, նույնիսկ որոշ հատված 10-ից 12 մետր լայնացվեց։ Ընտիր ճանապարհադարձ է։ Զրոյից կառուցված է, մեկը ինչքան ուզում է որոշ մարդիկ են, որ ասում են ամբաղ-զամբաղ խոսում են, ասում են ինչ թազա ճանապարհ վերանորոգել են, կայք ինչ ամփեն տենայք, ու այդ ժամանակ կասեք վերանորոգվել է, թե զրոյից ստեղծվել է ճանապարհ։ Նշանները սաղ դրված, ստեղից ժողովուրդ ջան արդեն ապահով, անվտանգ, ձեզ բարի երթ, ստեղից շուտ կհասնեք արդեն Կորեայի ձորով դեպի Քանաքեռ։ Դեկտեմբերի 19-ն է, Կոտայքի մարզից Քանաքեռավանից դեպի Երևան Կորեայի ձոր տանող ճանապարհահատվածն է, որը ոչ թե վերանորոգվել է, այլ կարելի ասել զրոյից ստեղծվեց, կառուցվեց նոր, ավելի հարմարավետ, ավելի անվտանգ ճանապարհ։ Վաղը դեկտեմբերի 20-ին արդեն երթևեկությունը պաշտոնապես կբացվի այս ճանապարհին եւ մարդիկ, վարորդները արդեն թեթևացած շունչ կքաշեն, որ վերջապես 30 տարուց ավելի չվերանորոգվող ճանապարհը բացվեց։ Ճանապարհի բավականին շատ հատվածներում ճանապարհաշինարարները, եթե չեմ սխալվում, Լիլիթ ՍՊ-էր, թե ՓԲ-էր, մեծ աշխատանքներ են կատարել, որոշ հատվածներում լայնացվել է ճանապարհը մոտ 10-ից 12 մետր, տեղադրվել են, տեսնում եք արդեն երկաթե պաշտպանիչ արգելապատնեշները, հատուկ անձրևային եղանակների համար, անձրևի համար, տեսնում եք ջրահեռացման այս լայն հատվածներն էլ նոր կառուցվել, որ երբ անձրև լինի, անձրևաջրերը չլցվեն փողոցով մեկ եւ ճանապարհը չսառի։ Ամբողջ աշխատանքը ճանապարհը շինարարների հետ կողմից կատարվել է կառավարության ֆինանսավորմամբ,
տեղադրվել են նաև ամենակարևորը երթևեկության նախազգուշացնող նշանները։ Լավ կլինի, տեսնում եք, այն կողմում Երևանի այն կողմում այն լույսերը, որ տեսնում եք արտաքին լուսավորության LED լույսերը, որ դրված են, դրանք դրվել են 1-2 տարի առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ այն ժամանակ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի շնորհիվ։ Հենց նրանք էին, որ Ավինյանն ու Ազատյանն են, որ հասան նրան, որ ամբողջ տեսնում եք արտաքին լուսավորությունը LED լույսերով ապահովված է։ Ցանկալի է, որպեսզի այս հատվածում նույնպես LED լույսերը տեղադրվեն։ Ինձ ամենայն դեպս շինարարները երբ աշխատում էին, խոստացան, ասեցին, որ անպայման լինելու է արտաքին լուսավորությունը եւ LED։ Տեսնում եք, ճանապարհը բավականին որակյալ է։ Մնում է մեր որոշ վայ վարորդներ չփորձեն տանջել գազի սեղմակը եւ վթարներ տեղի չունենան։ Նայեք ժողովուրդ ջան, ամբողջ ճանապարհը իդեալական ճանապարհ է։ Տեսնում եք Երևանի հատվածում արտաքին լուսավորությունն, այ որ այստեղ էլ արտաքին լուսավորությունը լինի, ընտիր կլինի։ Այնպես որ բարի երթ, անփորձանք երթևեկություն վարորդներին։